ընդհանրապես հայտարարության համար կանոնավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորումն է ձեզ ասում, եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ԵՄ տեխնատու դառնա։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես չեմ ասում, չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ որ իսպանացի պատգամավոր այդպես բան է ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ պատգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանք թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ասում ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի պատգամավոր, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես, ինձ թվում ամեն 5-րդ անունը Սանչես է, կարելի է միշտ նմանատիպ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է, չէ՞ Ռուզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ պատգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված, տարբեր բաների եվրոպական բազմաթիվ պատգամավորներ դեմ են քվեարկում դրան։ Եվ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա, մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Պատգամավորների հորդորով են դեմ քվեարկել հատկապես երեկվա քաղաքական հարցերով հանձնաժողովին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ վերադարձի գերիների անհապաղ ազատագրել։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդտենց լոլո մեծ խոսալը աշխատենք միջազգային կառույցների հետ, հատկապես որ նույն Եվրամիության Եթե աշխատենք, լավ էլ խնդրում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ Երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի, իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ, այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Դե հիմա չէ, ինչ-որ դեպքում ինչպես եղավ, պարոն։ Տեսեք, գազայի ուրեմն տեսեք, այ շատ լավ օրինակ բերեցիք։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն Աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է, ուրեմն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում է, որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ, ոնց էր այդ իսպանացու անունը, Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից, Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչոս Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը, թող ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որովհետև ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք
աշխարհի կենտրոնն ենք, հայի հաչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն եւ այլն, ժողովուրդ թարգեք, դուրս եկեք, լսեք, դրանից հետո եղել են ռմբակոծություններ, դրանից հետո մարդիկ են մահացել, դուք դրանից տեղյակ չեք։ Գիտեմ, տեղյակ եմ։ Այդ դեպքում, երբ Վաշինգտոնում Թրամփի նախագահությամբ մի հատ զուգահեռներ անցկացրի, Հայաստան Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին է։ Ճիշտ ես ասում, պետք է հրաժարվեինք, ճիշտ ես ասում, պետք է ճիշտ է հրաժարվել, լավ էլի խնդրում եմ։ Մասնակցությամբ իրավիճակները տարբեր են։ Տրամպը, Պուտինը, Մերցը, Անգլիայի թագավորը, ով ուզում է լինի, պատմության մեջ բազմաթիվ տենց դեպքեր կան։ Կարող են լինել երաշխավոր եւ կարող է այո վերսկսվել պատերազմներ։ Դրա համար գոյություն ունել այդ վկայի կարգավիճակը, այդ երաշխավորի կարգավիճակը, այդ խոսակցությունը, բայց երբևիցե որևիցե մեկին, որևիցե ձևով դա չի ապահովագրել, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետքա չանենք։ Դա չի նշանակում, որ մենք պետքա դա չանենք։ Այսինքն այդ հարցը տալը բացարձակ տեղին չէ, Կարինե ջան, կներես, բայց տեղին չէ այդ հարցը։ Համեմատություն արեցիք, ես էլ նույն ձևով համեմատում։ Հա, բայց քո համեմատությունը չի նշանակում, որ մենք ինչու։ Թող վերջացնեմ։ Այդ համեմատությունը չի նշանակում, որ մենք այդ հնարավորությունը պետքա չօգտագործենք։ Երբ որ դու ամրագոտին մեքենայի մեջ գցում ես, դա ամենևին չի նշանակում, որ եթե վթարի ենթարկվես, դու ողջ կմնաս, բայց դա հնարավորությունը քչացնում է։ Մենք ամրագոտին գցել ենք եւ շարունակել ենք տարբեր ամրագոտիներ գցել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Գալ ասել, բայց ամրագոտին գցել ես, բայց մեր հարևանը ամրագոտիով մահացավ, լուրջ խոսակցություն, հա։ Ոչ։ Վերադառնալով նախկին հարցին, պարոն Սիմոնյան, դուք փաստորեն շարունակում եք պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը չի լռեցվում։